Բարև հարգելի հեռուստադիտողներ, կրկին ABC հեռուստականի ուղիղ եթերում հայկական վերածնունդն է եւ ձեզ հետ է հայկական վերածնունդի անդամ Հայրփիկ Հարամյանը եւ իմ գործընկեր Գուրգեն Մխիթարյանը։ Բարև ձեզ, պարոն Գուրգեն։ Բարև ձեզ։ Մինչև բնյութին անցնել է հայկական վերածնունդը իր խորին ցավակցություններն է հայտնում մայիսի 15-ին նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի զոհ դարձած Լյուկ Ստեփանյանի ծնողներին եւ հարազատներին, որպես հիշեցում ասենք, որ մայիսի 15-ին զինծառայող Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանը կրակ է արձակել 19-ամյա զինծառայող Լյուկ Ստեփանյանի գլխին, ինչպես նաև վիրավորել է Հրաչյա Սարգսյանին։ Ընդունեք մեր խորին ցավակցությունները եւ Աստված պահապան լինի քեզ հայ զինվոր եւ պահապան լինի հենց քո հայրենակցի կողմից։ Այսօրվա մեր հաղորդումը ընդհանուր առմամբ նվիրված է հայկական վերածնունդ շարժմանը, թե ինչ նախաձեռնություններ ունենք, ինչպես է ստեղծվել շարժումը եւ ինչ ծրագրեր ունենք առաջիկայում, որպես հիշեցում ասենք, որ հայկական վերածնունդ շարժումը կայացնում է շարժում, որի նպատակն է սատարել ճշմարիտ ներկայացուցչական կառավարության ստեղծմանը եւ օրենքի գերակայության հաստատմանը Հայաստանում, ինչպես նաեւ հետամուտ է Սփյուռքի առավելագույն մասնակցությունը երաշխավորելու համար անվտանգ, հզոր եւ բարեկեցիկ հայկական պետություն ստեղծվելու հարցում։ Հարգելի հեռուստադիտողներ, հայկական վերածնունդը շարժում է, որը կազմակերպվել է եւ շարունակում է իր ճյուղերը ստեղծել աշխարհի տարբեր երկրներում։ Այժմ մենք ունենք մասնաճյուղեր Տորոնտոյում, Փարիզում, Լիբանանում, Մոսկվայում, Գերմանիայում, Պրահայում, Իտալիայում։ Հուսանք, որ մեր շարժումը դեռ շատ կընդլայնի իր շարքերը։ Այն ոչ թե կուսակցություն է եւ ոչ էլ բարեգործական ընկերություն է։ Նա շարժում է, որը չի ղեկավարվում որևէ անհատի կողմից, այլ բոլոր որոշումները ընդունվում են կոլեգիալ։ Այժմ ուզում եմ հարցս ուղղել պարոն Գուրգենին, ինչպես է ստեղծվել հայկական վերածնունդ շարժումը։ Շնորհակալություն Հայրփի, քո ներածական խոսքում արդեն դու մի քիչ ներկայացրեցիր այս հարցի պատասխանը, ես կփորձեմ մի քիչ ավելի բովանդակալից դրան անդրադառնամ։ Ուրեմն մեր շարժումը ունի երկու սկզբունք, որը դու նշեցիր։ Դա մեկը վերաբերում է ճշմարիտ ներկայացուցչական կառավարության ստեղծմանը Հայաստանում, եւ երկրորդը, որ պետք է հետամուտ լինենք, որ ապահովենք Սփյուռքի առավելագույն մասնակցությունը։ Այս երկու սկզբունքն են։ Այս երկու սկզբունքներն, ինչպես տեսնում եք, Հայաստանին ուղղվածություն ունեն։ Առաջինի մասին խոսենք քիչ անց, եկեք երկրորդի մասին խոսենք, որով ես կպատասխանեմ հենց այդ հարցին։ Սփյուռքը իր պատմության ընթացքում շատ ճանապարհներ է ունեցել, շատ երկար ու միշտ անդրադարձել է Հայաստանի խնդիրներին։ Դա եղել է մի քանի տարբեր ճանապարհներով։ Ես մեր հունկնդիներին, որոնք անցյալ անգամ չէին նայում մեր հաղորդումը, կրկնեմ նրանք, դա առաջի հերթին եւ ամենամեծ երևի դա բարեգործությունն է, որ միշտ եղել է Սփյուռքի օրակարգում եւ Սփյուռքը կարծում եմ, որ շատ հոյակապ դա արել է, բայց նա համաձայնեք, որ մի քիչ նեղ ուղղվածություն ունի։ Նա ընդհանրապես ամբողջ Հայաստանի օրակարգի վրա չի կարող ազդել, բայց իր ուրույն տեղը ունի եւ շատ մեծ օգնություն է դա։ Կան ուրիշ սկզբունքներ, օրինակ ավանդական կուսակցությունների հարցը։ Ավանդական կուսակցությունները, որոնք Սփյուռքում ստեղծված են, որոշ իրանք շատ լավ են գործում, եկեք ամենասկզբից ասեմ, շատ լավ գործում են Սփյուռքում, բայց Հայաստանի վրա իրենց ազդեցությունը կամ մինիմալ է, կամ բոլորովին չկա։ Ուրեմն այստեղ կուսակցականները, որոնք կուզենային խորքային փոփոխություններով զբաղվեին Հայաստանում, իրենց կուսակցությունների ներսում պիտի փորձեն, բայց մեր տեսնելով, մեր գնահատականով դա շատ դժվար է։ Երրորդը դա մի խումբ մարդիկ կամ անձինք, առանձին անձինք իրենց ընտանիքների եւ իրենց բարեկամներին գումարներ են ուղարկում կամ խորհուրդներ են տալիս, իրեն փորձում են ինչ-որ բիզնեսներ բացել, դա էլ է իրավիճակի վրա ազդելու միջոց եւ դա էլ պիտի անշուշտ շարունակվի, որտեւ այդ պահանջարկը դեռ կա, բայց քանի հենց մենք խոսում ենք խորքային փոփոխությունների մասին, այդ ճանապարհն չի կարող ապահովել այդ խորքային փոփոխությունները։ Ես նշում եմ նաև 4-րդ ճանապարհը, դա Սփյուռքահայության նախարարության հետ աշխատանքը, որը ի սկզբանե ստեղծված է, որ Սփյուռքահայության հետ ոնց որ աշխատի, մեր կարտիկները, մեր տեսակետները ընդունի եւ տարածի եւ օգտվի։ Եվ գիտեք, որ շատ կոնֆերանսներ անցկացրեց, Սփյուռքահայերին հրավիրեց, շատերը գնացին մասնակցեցին, խնդիրը միայն օգտակար գործակիցի մասին է այստեղ, որ ես ոչ մի օգտակար գործ չտեսա, որ այդտեղից դուրս եկա, որ խորքային փոփոխությունների վրա ազդի։ Ինչ որ բաներ եղան, բայց ոչ մի խորքային։
Եվ դրա պատճառով մենք տեսանք, որ չնայած այս բոլոր ճանապարհները իրավունք ունեն գոյություն ունենալու, բայց այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն իսկապես ազդել Հայաստանի խորքային փոփոխությունների վրա, չունեն այդ հնարավորությունը։ Այդ է հիմնական պատճառը, որ մենք ստեղծեցինք այս քաղաքացիական շարժումը, որը ոնց որ գործիք լինի այդ մարդկանց համար, մենք գործիք բառը եթե լավը չի, մենք ավելի լավ բառ ենք գտել, դա հարթակ այդ բոլոր մարդկանց համար, այս հարթակում իրանք կարող են գալ իրենց կարծիքները հայտնել եւ լսել ուրիշի կարծիքներին, միացյալ որոշում ընդունել եւ հետամուտ լինել այդ որոշումների իրականացմանը, որոնք մեր կարծիքով խորքային փոփոխություններ կապահովեն Հայաստանում, դրա անհրաժեշտությունը ոչ մեկ կասկածի տակ չի առնում եւ այդ է նպատակը։ Ես այստեղ նորից ուզում եմ ընդգծել, որ մեր շարժումը գիծ է այն բոլոր ճանապարհներին, կուսակցություններին, բարեգործական միություններին եւ անձերին, որոնք արդեն օգնում են Հայաստանին, մենք չենք մրցում իրենց հետ, մենք պարզապես այն հարթակն ենք, երբ որ մարդը ուզենա խորքային փոփոխություն անի, ապա այս հարթակում նա իրեն ճիշտ տեղը կզգա Եվ այս հարթակի եւ միջոցառումների միջոցով մենք հենց մեր նպատակը դա է, խորքային փոփոխություն անելը եւ մենք դա կանենք։ Շնորհակալություն։ Պարոն Գուրգեն, իսկ ինչպես եք տեսնում դուք մեր շարժման առաջին սկզբունքի իրագործումը։ Առաջին սկզբունքը դա վերաբերվում է ոչ թե մեզ այստեղ, այլ թե ում պիտի սատարենք Հայաստանում։ Պարզ է, որ խորքային փոփոխությունը տեղում պետք է արվի, մենք այստեղից մենակ կարող ենք սատարել, այդ պատճառով մենք շատ ուշադիր հետևում ենք Հայաստանում գործող բոլոր ուժերին, թե կուսակցական, թե քաղաքացիական։ Մի տարի այս նախընտրական, ընտրական եւ մեկ տարվա այս 3 ընտրություններից հետո մենք եկանք եզրակացության, որ կուսակցությունները թերանում են, նրանք չեն կարող բավարարել մեր պայմաններին, որոնցով մենք իրենց սատարենք, որովհետև իրենք թերանում են, դա պարզապես օբյեկտիվ տեսակետ է, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը վիճի, ես նկատի ունեմ բոլոր կուսակցություններին, թե ընդդիմադիր եւ թե ոչ ընդդիմադիր։ Մենք միայն առաջնորդվում ենք ժողովրդի գնահատականներով, գիտենք, որ կուսակցությունները այս մարաթոնից հետո շատ ելույթներ են ունենում, թե սկսում են բացատրել եւ ասել, թե ինչու այսպես եղավ, գնահատականներ տալ, մեր համար դա այնքան կարևոր չի իրենց գնահատականները, մեր համար կարևոր է, թե ժողովուրդը ինչպես է ընկալում, եւ մենք որպես քաղաքացիական շարժում ինչպես ենք ընկալում։ Կա այսպիսի մի բան, որ եթե գնանք եւ հարցնենք քաղաքացիներին այդ հենց թեկուզ այդ կուսակցությունների ծրագրերի մասին, շատ քչերը կարողանան կոնկրետ բաներ պատասխանել, բայց ես ավելի նույնիսկ հետաքրքիր հարց տամ, որի վրա մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, եթե հասնենք 2008 թվականի ընտրական խոստումներին եւ ծրագրերին, ես կասկածում եմ, որ որևէ մեկը հիշում է դա, բայց չէ որ նրանք պետք է հիմա գային եւ այդ ծրագրի համաձայն իրանց 2008 թվականի ծրագրերի համաձայն հաշվետվություն տային, ով լսեց այդ հաշվետվությունը, ով որևէ մի հաշվետվություն տվեց ժողովրդին, անցան վրայով եւ ոչ էլ հիշում են որևէ բանի մասին, շատ տարածված մի հատ գնահատական կա, որը ես շատ լավ հիշում եմ կոմունիստական Գորբաչովյան ժամանակներում ստեղծվեց, քանի որ մինչև Գորբաչովը կոմունիստական կուսակցությունը իդեալական կուսակցություն էր, ոչ մեկ չէր կարող նրան քննադատել, շատ մեծ հետևանքներ կլինեին տարբեր տեսակի։ Գորբաչովյան մի քիչ փապկացումից հետո այսպես գնահատական եկավ, որը մինչև հիմա հնչում է բոլոր կուսակցությունների խոսնակներից։ Դա այն է, այո, մենք որոշ թերություններ ունենք, բայց ընդհանուր առմամբ մենք շատ լավ ենք աշխատում։ Բարեկամներ, այդ թերությունները նախադասության վրա այդպես արագ են անցնում, որ մարդ չէր կարող հասկանա, թե ինչ թերություն եղավ, ինչ թերություն։ Ես վստահ եմ, որ այնպիսի թերություններ են իրանք ունենում, որ այդ թերությունները, եթե իսկապես իրանք պատասխանեն եւ բացատրեն, թե ինչ են արել, ինչուն են թերացել, կստանան անբավարար գնահատական։ Այնպես որ այդ գնահատականային համակարգը մենք շատ ուշադիր ենք դրան հետևում եւ մենք չենք կարող այդ գնահատականներով շարժվել։ Մենք մեր գնահատականների ցուցանիշները ունենք եւ հենց առաջինը դա ժողովրդի քաղաքացիների կարծիքն է։ Դա ցույց է տալիս մեզ, որ ում պիտի սատարենք, հարցը դրա մասին է, քանի որ մեր առաջի կետում մենք պետք է սատարենք Հայաստանում այդ կուսակցություններին կամ շարժումներին, գալիս են եզրակացության, որ ոչ մի կուսակցություն չեն կարող սատարել։ Չնայած դες օրինակը բերեմ, որ մենք սատարեցինք նաև բարև շարժմանը ընտրություններից հետո, պաշտոնապես
սատարեցինք եւ մեր սատարման այդ հռչակագիրը կարդացվեց հենց մարտի 10-ին Ազատության հրապարակում Ռաֆի Հովհաննիսյանի կողմից կազմակերպված հանրահավաքին, բայց հիմա որ նայում ենք այս շարժումը մի տեսակոտից կախված մնաց եւ մեզ համար պարզ չէ թե ինչի համար մենք հիմա պիտի իրենց սատարել։ Սա բոլոր չափանիշները միշտ քննարկվում են մեր շարժման մեջ եւ շատ խիստ ենք մենք այստեղ մոտենում, որովհետեւ մեր համար կարեւոր է Հայաստանի ապագան։ Մեր համար կարեւոր չէ կոնկրետ կուսակցությունը կամ կոնկրետ անձերը։ Մեզ համար կարեւոր է որ մենք հասնենք մեր նպատակներին։ Այդ պատճառով մենք չենք կարող սատարել ոչ մի կուսակցության հիմա։ Միևնույն ժամանակ մենք նոյեմբեր ամսից հետևում ենք նաեւ նախախորհրդարանի աշխատանքներին, տեսնում ենք, որ իրենք բավարարում են մեր այն սկզբունքներին, որոնց հիմա վրա մենք որոշում ենք թե ում սատարել։ Ավելացնեմ, որ այստեղ նրանք բավարարում են նաեւ մեկ կարևոր պայման եւս, այն է, որ մենք էլ կարծիք ունենք շատ հարցերի շուրջ եւ նախախորհրդարանը պատրաստ է մեզ լսելու եւ այդ հետադարձ կապը արդեն հաստատված է։ Բարեկամներ, հիշեք, թե երբ է մեր Սփյուռքում ապրող հայրենակիցը ունեցել նման հնարավորություն եւ հենց մեր պայմաններից մեկը այդ հնարավորության ստեղծմանն է, որ մեր շարժումը պետք է ունենա։ Այսինքն այս մի քանի եւ ուրիշ սկզբունքների համաձայն մենք որոշեցինք, որ նախախորհրդարանին այս հիմա մենք պետք է սատարենք։ Բարեկամներ, նախախորհրդարանը վերջերս հանրահավաքներ է անցկացնում Գյումրիում եւ Երևանում եւ կարծում եմ հեռուստադիտողներից շատերը չգիտի թե ինչ է իրենից ներկայացնում նախախորհրդարանը, բայց դուք մի անհանգստացեք, դուք միայնակ չեք, որովհետեւ կան մարդիկ, որոնք որոշ չափով գիտեն թե ինչ է ներկայացնում իրենից նախախորհրդարանը կամ ամբողջական պատկերացում ունեն։ Այդ պատճառով ձեզ համար պատրաստել ենք մի տեսանյութ, որ դուք ինքներդ էլ պատկերացում կազմեք մարդկանց պատասխանների հիման վրա եւ այդ հարցումները անցեկացվել մայիսի 17-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից առաջ եկեք դիտենք տեսանյութը։ Եթե միանա, մեր միասնությունը լի, մեր ազատությունը գլի։ Հանրապետական կուսակցությունը տակողերի կուսակցությունն է, երկիրը խավթել են կողերը, մնացածիները ինչ ուզենան սպանեն, ուզենան ինչ թալանեն իրենց, ոչ մի բան չկա։ Ինչ պետք է սպասեմ, ինչ սպասեմ, բան։ Ինչի եկեք էլ էստեղ այդ դեպք։ Անցնում էի, պրոստը մուզիկա էր կանգնում։ Գիտեք ինչ է կատարվում էստեղ, ինչ է լինելու։ Ինչ է կատարվում։ Ինչու։ Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ։ Եկել ենք թոշակներս բարձրացնեն, բայց ներկա կառավարությունը, իշխանությունները ի վիճակի չեն, այնքան են ուռել, տեղից չեն կարողանում շարժվել։ Մեղք եմ, ես խղճում եմ նրանց համար եմ եկել, աղոթում եմ, որ սաղ մնան, մի քիչ խիղճ հավաքեն, թոշակները բարձրացնեն եւ տեղ տան երիտասարդությանը եւ նախախորհրդարանին, որ այսօր պիտի հավաքվեմ, բայց հույս ունեմ գոնե ժողովուրդը միասնական կլինի եւ կուսակցությունները միասնական կլինեն, գոնե այսօրվանից է սկսված, որտեղ ոչ մի կուսակցություն, ոչ մի լիդեր էական ոչ մի բան չառաջարկեց եւ այդ առաջարկությունները բացարձակապես խոսքեր էին միայն եւ ես հավատում եմ նախախորհրդարանի առաջնորդներին, անդամներին, կարդացել եմ նրանց կարգախոսները եւ վստահ եմ, որ սա այն շարժումը պիտի դառնա, որը պիտի դառնա լրիվ ժողովրդական, պիտի դառնա համազգային եւ ապագան ես կապում եմ այս շարժման հետ։ Գիտեք ինչ, նախախորհրդարանի աշխատանքը հիմնականում կատարվում է օջախները ստեղծելով, ժողովրդին լայն մասաներին բացատրական աշխատանք տանելով, իսկ նրանց ծրագրերը բացարձակապես սկսած տնտեսություն, արտագաղթ, մաքսային, բանկային բոլոր համակարգերը, բոլոր աշխատանքները բավականին քննարկված են եւ բոլոր ծրագրերի հիմքում դրված է ժողովրդի շահը, ժողովրդի բարեկեցությունը եւ այս հիմնահարցերն են, որ ինձ ստիպում են, ոչ միայն ստիպում են, համոզում են, որ այս կուսակցություն չի, սա կվերածվի մեծ քաղաքացիական շարժումի, որտեղ ամեն մեկը կզգա, որ իր շահի համար է, իր երկրի համար է, իր ընտանիքի, իր երեխայի համար է կատարվում, այսինքն բան։ Չէ, ես ասում եմ նստել եմ, ասե տեսնեմ ինչ կլինի, ով կխոսա, ինչ կասի, մի շաբաթ առաջ էլ ընդեղից են խոսացնում, ասում ենք, ինչ հասկացանք, այդքան մեծ ցույցեր արեցին, ինչ եղավ,
Ոչ մի բան չեղավ։ Ձևի համար է, սաղ շինծու բանա, շինծու երկրում ենք ապրում։ Այսօր եկել եմ այստեղ, որովհետև ոչ մի կուսակցություն իրան միջև վերջ մաքուր չպահեց, որպեսզի մենք լինենք կողմ նրա կողմից, այսինքն ես ասելով մենք ի նկատի ունեմ այն ժողովուրդը մասը, որը որ կուսակցության ոչ մի բանին չի հարում, ոչ մի կուսակցությանը։ Ժողովուրդը ուզում է իր հայրենիքում, իր հողի վրա ապրի։ Ընդամենը դա է ուզում, որ ոչ ավազակայի խումբ լինի Վարգավաճի կողմից, ոչ ՀԿ-ի կողմից, ոչ մյուս կուսակցությունների կողմից, որոնք վախացնեն, ասեն, այսպես պետք է լինի, այնպես պետք է լինի, թուրքը պետք է գա, այս պետք է գա, այն պետք է գա։ Սա իմ հողն է, ես պայքարել եմ Ղարաբաղի ժողովրդի համար, որ Ղարաբաղի ժողովուրդը իր համար այնտեղ լավ ապրի, այլ ոչ թե Ղարաբաղցիները դուրս գան ընդեղից, գան այստեղ հողեր վաճառեն, տներ վաճառեն, թողեն գնան։ Փաստորեն ես այդ բանը ասել եմ 1988 թվականին, մինչև հիմա էլ ասում եմ, ես ունեմ ծրագիր, որի համար ես դիմել եմ Ռաֆի Հովհաննիսյանին, դիմել եմ, եկել եմ Սեֆիլյանի խումբը, ուզեցել եմ խոսամ, ասեմ։ Կլսենք, իմանանք, գերևը հավատում ենք, թե չէ։ Շնորհակալություն։ Դուք ինչ եք մասնակցում։ Դեռ չի սկսվի պետք է իմանանք ինչ ասում։ Բայց մի հիմք կա չէ, որի հիման վրա այստեղ է։ Նայա որ մենք պետք է մեր երկիր մաքրենք։ Ազգը լրիվ կոդորվում, թռնում է, ազգ չկա էլ այստեղ։ Քիչ է մնացել, մի բուռ է մնացել։ Ինչ գնացել, ինչ էլ չէ, ամեն օր սպանվում է։ Բادرան չկա, բան չկա, ամեն օր երկու հոգի, մի հոգի սպանվում է, չէ։ Որոշապով ծանոթ եմ եւ ես ամենաճիշտ եմ գնահատում նախ խորհրդարանի դիրքորոշումը, դիրքավորումը եւ տեսնենք հետագա զարգացումները ոնց կլինեն, պետք է որ լավ լինեն։ Կարծում եմ նախախորհրդարանին կհաջողվի շուրջ համախմբել մեր ազգաբնակչությանը եւ հայերին, որովհետեւ հիմա բավականին կրիտիկական պահ է ինձ թվում է Հայաստանում, Երևանում եւ ընդհանրապես Հայաստանում։ Մանավանդ գազի թանկացումներից հետո կարծում եմ, որ մարդիկ պետք է ոտքի ելնեն եւ միավորվեն։ Ինչ շատ մեծ ակնկալիքներ ունենք, նոր կազմակերպված ընդդիմությունն է ժողովրդի կողմից։ Մենք ուրախանում ենք, որ քաղաքը պետք է ոտքի կանգնի, գյուղերը դադարվել են արդեն։ Վիզա կենտրոններում որ գնաց բոլոր պասպորտ սեղաններում այնքան հերթ է բոլորը գնում են այդ Հայաստանից։ Եթե սրանք որոշել են հայաթափեն Հայաստանը, ուրեմն մի ուժ պետք է որ դրանց դերն առնի։ Եթե ոչ, մենք դրա համար հույսով ենք 15 տարի գալիս եմ եւ ոչ դատարկում են, ես ոչ մի անգամ չեմ հիասթափվել եւ այսօր այս նոր կազմակերպությունը երբ նախախորհրդարանական մեծ հույսեր եմ կապում այս նախախորհրդարանական ընկերների հետ, որոնք կկարողանան գոնե այս երկիրը փրկել կործանումից, դա է մեր բանը, դրա համար գյուղերից, գյուղից եկե հասել ենք ստեղ դրա համար։ Որ գյուղից եք։ Ոսկեվազից ենք Ազիզ ջան, աշտարակի Ոսկեվազից։ Տանգացում, գազը տանգացնում են, հոսանքը, ապրանքը, ժողովրդին ուզում են կոդորին, ուզում են այս ծևի կոդորին, թող դեղ բերեն, թույն բերեն, հացի մեջ լսնեն, մի անգամից ժողովրդից ազատ են, թուրքերը բերեն լսնեն, երկիրը թուրքերի համար են տադարդում, թուրքերի, միդում նավոր հանում են, մեր ղեկավարները, ուրիշ ոչ մի բան, ես մարդը ինքը սոված կուշտ մարդը սոված փորի մասին չգինի դե սոված փոր գաբե չէ, մարդիկ աղբանոցից հաց են հավաքում, 100 դրամի համար ինչ անեն, այդ ժողովուրդը ինչ անեն, թող բերեն թույնը լսնեն հացի մեջ մի անգամից մեզ վերացնեն, թուրքերի եղբայրներին, իրենց եղբայրներին բերեն տնեն այստեղ, ես ուրիշ բան չունեմ։ Դիտեցինք տեսանյութը, այժմ հարցս ուղղեմ պարոն Գուրգենին, պարոն Գուրգեն, ինչպես կմեկնաբանեք մարդկանց կարծիքները, որ հնչեցին այստեղ։ Շատ հետաքրքիր է լսել, մենք հատուկ ցույց տվեցինք, որովհետև մարդիկ կան, որ չգիտեին ոչ մի բան նախախորհրդարանի մասին, մարդիկ կային, որ նոր ինչ-որ մի բան գիտեին, մարդիկ կային, որ ուզում էին իմանային, եւ շատ կարեւոր էր, որ բոլոր այդպիսի տարբեր մարդիկ ներկա էին այդ օրվա հանրահավաքին, որովհետև այդ հանրահավաքը շատ կարևոր հանրահավաք էր նախախորհրդարանի համար, նա հայտարարեց նոր շարժման ստեղծում
եւ միանգամից հայտարարեց իր ծրագիրը։ Հենց առաջի հանրահավաքում բարեկամներ, դա մենք շատ գնահատում ենք, քանի որ մենք շատ ուշադրություն ենք դարձնում ծրագրերին, ապա մի հատված ուզում ենք ներկայացնել մայիսի 17-ին այս հանրահավաքից, որը մենք այսօր ցույց ենք տալիս ձեզ եւ էլի ցույց պիտի տանք։ Սա Civilnet-ի կողմից պատրաստված մի ռեպորտաժ է, որը տարբեր խոսացողներին, տարբեր հատվածներ եւ դուք պատկերացում կունենաք, թե ինչ հանրահավաք է եղել եւ հիշեք, որ այստեղ հանրահավաքի ժամանակ ծրագրային դրույթներ են հնչելու, այնպես որ ուշադրություն դարձեք այդ ծրագրային հյութերին, մենք շատ պիտի դա քննարկենք։ Հիմա դիտենք։ Այսօր մենք գործ ունենք ազգային ազատագրական նոր փուլի հետ, որովհետև այն վիճակը, որում հայտնվել է մեր երկիրը, կարելի է կոչել միայն նոր գաղութային իրավիճակ։ Երկիրը հայտնվել է մի փոսի մեջ, որտեղ որևիցե կուսակցություն կամ կուսակցությունների խումբ այլևս հնարավորություն չունի հանել այդ խորը փոսից։ Երկիրը առնահոսում է, ամեն օր դուք ինձնից լավ գիտեք, ավտոբուսներով, մեքենաներով, ինքնաթիռներով, ոտքով 300-ից 400 մարդ մի գյուղ է հեռանում Հայաստանից, արյունը հոսում է, եւ երբ որ մեզ հաջողվում է ընտրություններով հասնել բեկումային պահին, փորձել կանգնեցնել դա, մեզ վրա կրակում են, մահակներ են օգտագործում, մեզ արդեն թույլ են տալիս քվեարկել, բայց հաշվում են նորից իրենք։ Ահա, այն պարզ խապկանքը, թակարդը, որի մեջ անընդհատ ընկնում են եւ մեզ են քաշում իրենց հետևից կուսակցական ղեկավարները։ Դրա համար ոչ մի կուսակցություն, ոչ մի քաղաքական առաջնորդ իշխանությունը ձևավորվելու է հրապարակներում եւ ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Պողոս Պետրոսի պայմաններով եւ նախապայմաններով։ Ազգովի պետք է կապնենք եւ ասենք, հիմի էլ լռենք, չպիտի լռենք։ Եվ վստահ եմ, մայրաքաղաք Գյումրի ձեզ հետ է եւ ես վստահ եմ այստեղ երիտասարդներ կան Գյումրիից, որոնք մի խնդրանք ունեն, փրկել իրենց ապական, փրկել հայ ժողովրդի ապական։ Ես կարծում եմ բոլորս մի մարդու նման նախախորհրդարանի համախոհներ պետք է դառնանք։ Եվ այսպես առաջին քայլը, որը նախատեսվում է անել, դա կազմակերպումն է եւ ինքնակազմակերպում։ Երևի շատերը չգիտեք, որ ամբողջ հայությունը արդեն 8 պետություններում ստեղծվել է ցանց հայկական վերածնունդ անվանումով Armenian Renaissance, Ֆրանսիա, Կանադա, Ռուսաստան, Լիբանան, Չեխիա, Իտալիա, Միացյալ Նահանգներ, դա արդեն գնում է process-ը, շոքեքարշը հզորություն է հավաքում, մենք էլ այստեղ պետք է անենք նույնը, ամբողջ տարածքով, երկրորդ քայլը, զուգահեռ կառավարման կառույցներ ստեղծելը, լինի դա արդարադատական կառույցներ, գործադիր կառույցներ, կապ չունի, բոլորը պետքա դուբլաժ լինի, բայց այս անգամ դուբլորի դերում պետքա հանդես գա ժողովուրդը, որը հետո դուրս է գալու առաջիկից։ Ամենահետաքրքիրը երրորդ քայլն է։ Ինչ ցույց տվին հերթական անգամ այս փառապանտ չընտրությունները։ Գցում ես ինչ-որ թուղթ, երեկոյան քեզ թիվ են հայտարարում ու ասում են լոխ լավ է։ Հիմա այդպես չի լինելու։ Յուրաքանչյուրը ստորագրելու ենք պայմանագիր, որի մեկ օրինակը լինելու է յուրաքանչյուր հայի ձեռքում, որտեղ գրած կլինի ինչ պարտավորություններ եւ կարևորը ինչ պատասխանատվություն այդ մարդու նկատմամբ կրելու է այն անձը, որը հավակնում է կառավարել Հայաստանը։ Մենք
մարդիկ չենք, որոնք հենց իշխանություն են ուզում։ Մենք մարդիկ ենք, որոնք ուզում են ձևավորել Հայաստան իր իշխանությունով եւ այդ իշխանությունը կարող է բաղկացած լինել ձեզնից յուրաքանչյուրով։ Մենք նաեւ Սերժ Սարգսյանն ենք, Սամվել Ալեքսանյանն ենք, Ռուբեն Հայրապետյանն ենք եւ ես խնդրում եմ դուք չզարմանաք։ Ինչու մենք նաեւ նրանք ենք, որտեղ մեր Հայաստանում Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Սերժ Սարգսյանը պիտի ապրեն բոլոր հավասար նորմերով, ոչ այն նորմերով, որ այսօր ապրում են նրանք եւ այն նորմերով, որ ապրում ենք մենք։ Այդ մեր Հայաստանում սա կարևորագույն երևույթն է, մեզ համար մեր երկրում օտար քաղաքացի չկա, մեզ համար մեր երկրում այսօր կան օտար արժեքներ եւ այդ օտար արժեքները ոչ թե օտար տեղերից են եկել, այլ մեր միջից են ծնվել։ Դատապարտված է այն իշխանությունը հաստատ մահվամբ, ում ազատամարտիկները նստածույց են անում։ Հայաստանում բնապահպանական խնդիրները շատ են։ Ես հաստատ բոլորի մասին չեմ խոսալու։ Գլխավորն է հանքերը եւ հեկերը, բայց հստակ զարթոնք կա։ Անուններ եմ թվարկում՝ Բյուրական գյուղ, Մարց գյուղ, Քաջարան, Գետահովիտ, Ուջան, բոլոր գյուղերը, ամբողջ Հայաստանը շուտով դառնալու է թեժ վառվող բոց մեր չնդրված իշխանության համար եւ իրանք չեն հասցնելու վազվզեն հայ ժողովրդի, հայ գյուղացու վարած բոցով հանգցնելու համար։ Դիտեցինք տեսանյութը, պարոն Գրիգեն, արդեն առաջին անգամ չէ, որ մեր շարժման անունը հնչում է հրապարակից հանրահավաքների ժամանակ, առաջին անգամ շարժման անունը հայկական վերածնուն նշվել է մարտի 10-ին Ռաֆի Հովհաննիսյանի կողմից կատարված հանրահավաքի ժամանակ, սա պարտավորեցնող է, այնպես չէ։ Այո, իհարկե, մենք լուրջ գործեր ունենք անելու, թե այս համահայկական սփյուռքահայ շարժումը զարգացնելու եւ թե Հայաստանի ժողովրդին իրենց պայքարի մեջ օգնելու։ Այսինքն այս պայքարը մեր ընդհանուր պայքարը պետք է լինի եւ մենք ջանք ու եռանդ չենք խնայելու սրա համար։ Շատ լավ, մենք մեկ փոքրիկ տեսանյութ եւս ունենք ձեզ համար նախապատրաստած, մայիսի 17-ին տեղի ունեցած նախախորհրդարանի հանրահավաքից է դա եւ այստեղ այս խոսքը վերաբերվում է ոչ միայն Հայաստանում բնակվող հայերին, այլ նաեւ մեզ սփյուռքահայերից։ Եկեք դիտենք տեսանյութը ամբողջովին։ Սիրելի ժողովուրդ, մինչ օրս այս ռեժիմը կարողացել է իր թիրքերում այսքան երկար տարիներ շարունակ պահպանվել, ոչ այն պատճառով, որ հզոր է եղել, այլ որ մինչ այժմ գործող ընդդիմադիր ուժերը մեղմ ասած գործել են սխալ եւ անգազմակերպ։ Ուրեմն մեզ այսօր ամեն ինչից առաջ պետք է կազմակերպվել, ինչպես տեսնում եք, մեր երկիրն օկուպացված վիճակում է եւ գործող ադմինիստրացիան բացահայտ պատերազմ է հայտարարել այս ժողովրդին։ Հետևաբար, առանց գրիվ տալու, առանց դիմադրելու հնարավոր չի լինի ազատագրել հայրենիքը։ Հիմա ինչ անել։ Հիմա, շատ չարչարգված հիման։ Հիման առաջին հերթին վերաբերում է կազմակերպելուն։ Եթե 25 տարի առաջ մեզ անհրաժեշտ էր կազմակերպել Արցախը գերությունից ազատելու համար, ապա այսօր պետք է կազմակերպենք անկախ պետություն ստեղծելու նպատակով։ Եթե նախկինում պետք էր ստեղծել հրացաններով, ավտոմատներով զինված ճակատներ, ապա այսօր պետք է ձևավորենք քաղաքացիական
անհնազանդության ունակ խումբեր։ Արցախյան պատերազմի ընթացքում ամբողջ ժողովուրդը չէ որ գտնվում էր առաջին գծում։ Այնտեղ էին գտնվում առաջամարտիկները։ Այդպես էլ այսօր ինքնագազմագերբման և գազմագերբման մարտականությունը առաջին հերթին վերաբերում է առաջամարտիկներին։ Ուրեմն, ովքեր պատրաստ են լինել առաջամարտիկ և պատրաստ են ընդհանուրի համար գնալ զոհությունների, թող կապվեն մեզ հետ։ Ես վստահ եմ, այսօր մեզ լսում են նաև աշխարհի 4 ծայրերից։ Թող գտնեն մեզ, ներկաները այսօր իսկ կարող են իրենց կոորդինատները թողնել մեր համապատասխան սեղաններում։ Սիրելի հայեր, այժմ եկել է պահը գիտակցելու, որ որևէ շարժում, առավել ևս դիմադրական շարժում, առանց աջակցող խմբերի չի կարող արդյունքի հասնել։ Այո, մենք ունենք շատ լավ մտածված ծրագիր, սակայն այդ ամբողջը կմնա թղթի վրա, եթե մեզ չհաջողվի դրան միսուարին տալ, ստեղծել աշխատող մեքենա, ձևավորել ցանցային կառույց, կազմակերպել ուժեղ մկաններ, որոնք ունակ կլինեն ծանր բեռներ բարձրացնելու, աջակցող խմբեր, որոնք ունենան հստակ գործառույթներ, մասնավորապես ժողովրդի ուսատրում, մեր ծրագրի տարածում, մեր պատկերացրած այլընտրանքային ընտրությունների նախապատրաստում և դրանց մասնակիցների ցուցակագրում եւ այլն։ Դեղերում տարածքային սկզբունքով ստեղծելու ենք համակարգող մարմիններ։ Այս ամենը իրականացնելու համար պետք չէ սպասել մեզ։ Խնդրեմ, դեղերում կազմակերպվեք, ինքնագազմակերպվեք եւ կապ հաստատեք մեր հետ։ Նույնանման կազմավորման գործընթաց գործունեություն պետք է իրականացվի նաև Սփյուռքում։ Ի ուրախություն մեզ այս հարցում արդեն կա դեղաշարժ։ Հավանաբար ցեզանից շատերը լսած կլինեն, ինչպես այստեղ նաև բանախոսներից Հարություն Մեսրոպյանը հիշատակեց, արտերկրում ձևավորված հայկական վերածնունդ անվանմամբ ցանցային վերկուսակցական շարժման մասին։ Արտերկրում բնակվող մեր հայրենակիցները ևս պետք է գիտակցեն, որ առանց իրենց լիարժեք ներգրավման մեր նոր ազատագրական շարժման մեջ հնարավոր չէ հասնել հաջողության։ Ուստի նրանց պատասխանատվությունը նույնքան է, որքան Հայաստանում ապրող ժողովրդինը։ Ես վստահ եմ, որ հայկական վերածնունդ նոր շարժման անվան տակ համախմբված հայերը շատ լավ գիտակցում են այս ամենը։ Ես կուզեի նաև ծափահարել մեր այդ ակտիվի համար, առաջամարտիկների համար, որոնք այսօր համախմբում են այնտեղ։ Մեր հաջորդ հանրահավաքը տեղի ունենալու հուլիս 12-ին ժամը 7-ին այստեղ։ Մինչ այդ մենք ունենք հսկայական աշխատանք կատարելու։ Ուզում եմ նաև ավելացնել, որ ինքնագազմակերպում ասելով, նաև հասկանում ենք բոլոր ինքնափուխ ազնիվ նպատակների համար ձևավորված քաղաքացիական շարժումները։ Այդ թվում բնապահպանական, մշակութային, վահեավետյանի, ուսանողական, քաղաքաշինական, տարապունույթ խմբերի իրավունքների պաշտպանության, նայերիտի աշխատավորների, տաքսու վարորդների, վերջապես գազի սպառողների եւ այլն։ Այո, հիմա պիտի հիմայի մեջ է նաև մտնում բոլորս մեր բոլոր հնարավորություններով աջակցելու այս բոլոր ինքնափուխ շարժումներին։ Արետից օգտվելով ես կուզեի այդ բոլոր նախաձեռնությունների համակարգողներին խոսքս ուղղել ասելով, որ այս օրերին մենք պետք է ձևը գտնենք գործակցելու, համագործակցելու, հանդուրժող լինելու իրար նկատմամբ։ Բոլորը շատ լավ գիտենք ինֆորմացիոն ինչպիսի բլոկադայում ենք գտնվում, այս իմաստով
բոլոր շարժումներն էլ մեր ժողովրդին երազակելու խնդիր ունեն, խնդրեմ բոլորս մեկս մյուսի ակցիաների, ժողովների, հավաքների, ակտիվի մասնակիցների հնարավորություն օգտագործենք մեկս մյուսի քայլերի իրազեկման նպատակով։ Մինչ հուլիսի 12-ը երկու շաբաթը մեկ անգամ, այսինքն 14 օրը մեկ ամեն ուրբաթ իրազեկում քննարկում ձևաչափով կազմակերպվելու է հանդիպումներ այստեղ։ Առաջին հանդիպումը լինելու է մայիսի 31-ին ժամը 7-ին այստեղ։ Մենք խնդիր ունենք մեր ճանապարհային քարտեզի փակագծերը բացելու։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր ներկայացրած ծրագիրը բավականին բարդ է։ Բնական է, որ այդպես պիտի լիներ, որտեղ մենք պետություն ենք ուզում ստեղծել, սակայն մենք խնդիր ունենք նաև այդ ծրագրի ընկալելիության եւ այդ պատճառով է նաև որ սկսում ենք այդ հանդիպումները։ Միաժամանակ մենք այդ քննարկումների ժամանակ ուզում ենք լսել մեր ժողովրդին։ Մի զգալի ժամ մենք դրամատրելու ենք ժողովրդին։ Լսենք մեր ժողովուրդը մեզ ինչ է ասում։ Եվ այսպես այսօր մենք պաշտոնապես բարձրացնում ենք մեր երկիրն ազատագրելու դրոշը։ Այս առիթով ես կոչ եմ անում 88-յան շարժման ազնիվ մասնակիցներին, անշահախնդիր մասնակիցներին, Արցախյան պատերազմի մասնակիցներին, այն մասնակիցներին, որոնք դիմացան այս 25 տարվա փորձությանը, կերին չդարձան նյութին, բոլորին մենք հրավիրում ենք միանալ այս շարժման։ Հաջորդ կոչս ուղղված է մեր ժողովրդին, իմաստավոր է երիտասարդությանը, մեր հայաստանապնակ ժողովրդին եւ երիտասարդությանը, որ չլքեք երկիրը ժողովուրդ։ Մենք սկսում ենք, մի լքեք։ Միասին պայքարելու ենք երիտասարդություն, ոչ միտեղ չգնանք, վերջ կուսակցություններին, մենք եկել ենք, միասին ձևավորելու ենք քաղաքացիական բանակը։ Շնորհակալություն, հաջորդ կոչս, եզրափակիչ կոչս ուղղված է Արտեգրում, Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, ինչպես 25 տարի առաջ, 20 տարի առաջ պատերազմի ընթացքում գտնվեցին բազմաթիվ հայրենիներ, որոնք եկան եւ իրենց մասնակցությունը բերեցին ազատագրական պայքարին, զինյալ ազատագրական պայքարին, ազատագրական պատերազմին, այսօր եւս մենք կոչ ենք ուղղում այդ բոլոր նվիրյալ հայերին, եկեք մեր հետ պայքարելու։ Ես վստահ եմ, որ այսին ոչ անարցական չի մնալու։ Կեցը ազատ անկախ միացյալ Հայաստանը։ Բարեկամներ, ուզում ենք նշել, որ Ժիայ Սեֆիլյանի այս ելույթը մեծ արձագանք ունեցավ եւ լայն տարածում ունեցավ։ Իսկ ինչպես կմեկնաբանեք դուք, պարոն Գրիգ, այս ելույթը։ Այո, հայրենի ես նույնպես նկատեցի եւ հետեւում էի այս քանի օրը ինտերնետով եւ իսկապես շատ լայն արձագանք ունեցավ, մանավանդ այդ վերջին մի քանի կոչերը, մանավանդ այդ երիտասարդներին կոչը, համարյա բոլոր կայքերը դա վերատպեցին եւ նշեցին այդ մասին, իսկապես շատ տպավորիչ է։ Բացի դրանից Ժիրայրը եւ այս միայն Ժիրայրը չէր, որ լավ տարածում գտավ ինտերնետում, այլև բոլոր նախախորհրդարանի անդամների ելույթները, այսինքն հանրավաքը ինքը իրեն։ Չնայած նա առաջինն էր, ես կրկնեմ, նա մի անգամից ծրագրով մոտեցավ եւ մի անգամից իր աշխատանքային քարտեզով։ Եվ այդ ճանապարհային քարտեզը իհարկե, ոնց որ Ժիրայրը ասեց, դեռ լուսաբանման կարիք ունի, իհարկե մենք ձեզ չենք կարող լրիվ այդ ծրագիրը ներկայացնել, որովհետև մենք լրիվ հանրահավաքներ չենք կարող ներկայացնել։ Դրա համար
կա այսպիսի նոր բան, ամսի 17-ից ստեղծված նոր ծրագիր, եւ ես որպես տնային աշխատանք մեզ եւ ձեզ հորդորում եմ, որ դուք YouTube-ի վրա բոլոր ելույթները կան, նախախորհրդարանի Facebook-ի էջի վրա կամ հենց preparliament.org կայքի վրա բոլոր փաստաթղթերը կան, գնաք սկսեք ծանոթանալ, որտեղ բարեկամներ խոսքը գնում է քաղաքացիական շարժման մասին, այստեղ չի լինելու կուսակցական կոչեր, ինչ-որ ձայների համար, ինչ-որ ընտրությունների, ընտրազանգվածների պայքար չի լինելու, մենք չենք զբաղվում դրանով, մենք զբաղվում ենք ինքնակազմակերպված, ինքնորոշված քաղաքացիները իրար հետ միանալով կոնկրետ իննապաստ Հայաստանի խորքային բարեփոխումներին գործանելուն։ Ուրեմն խորքային բարեփոխումները նշանակում է բավականին գիտելիքներ, բավականին մշակված ծրագիր, բավականին քննարկումներ եւ բավականին տնային աշխատանք։ Եվ դրա մասին ես ասում եմ, շատ մարդիկ կան, որ ընտանիքներում նստած իրենց ընկերների շրջապատում դժգոհում են, քննարկում են։ Բարեկամներ, այդ ամեն ինչը նույնն է մնալու։ Այն վաղներ եք դժգոհելու, վաղներ եք քննարկելու լավերը, վատերը, ինչ-որ լավ նորություններ կլսենք Հայաստանից, ինչ-որ վատ նորություններ, ամեն օր այն նույնը կրկնվելու է, ոչ մի բան չի փոխվելու, եւ ընդհակառակը, եթե այսպես մնա ավելի վատն է լինելու։ Այնպես որ առաջի խնդիրը եւ առաջի կոչը, որ մեր շարժումն է անում, դա ինքնակազմակերպելու կոչն է։ Երկրորդը, երբ որ ինքնակազմակերպեք, ինքնորոշվեք եւ հիշեք, որ ձեր փոխարեն ոչ մեկ չի անելու, ոչ կուսակցություն, ոչ շարժում, որևէ մեկը չի անելու ձեր տեղը։ Դրանից հետո դուք սկսեք փնտրել ճանապարհներ, թե ինչպես կարող եք անել։ Եթե մենակ կարող եք անել, խնդրեմ, եթե ընկերներով կարող եք անել, նորից խնդրեմ, մենք ոչ մի մրցակցություն ոչ մեկը չենք անում։ Բայց խնդիրը այնքան մեծ է, որ կարծում եմ շատ մարդկանց ուժ է եւ ջանքեր է պահանջվելու, եւ մենք անվանում ենք մեր շարժումը որպես հարթակ, կարծում ենք շատ պատշաճ կերպով կարող է ծառայել այդ նպատակին եւ նա հենց ծառայելու է այդ նպատակին։ Մենք քանի որ ոչ մի պաշտոններ չենք ակնկալում, ոչ մի ինչ-որ եկամուտներ չենք ակնկալում, այստեղ բոլորը կամավորներ են եւ բոլորը աշխատում են անշահախնդրորեն եւ դուք էլ որ միանաք մեզ, իմիջիալոց դա պայման է, պետք է կամավոր լինեք եւ անշահախնդիր աշխատեք։ Բավականին մեծ աշխատանք կա։ Սեղանի վրա դրվեց նախախորհրդարանի ծրագիրը։ Եթե դուք ուրիշ ծրագրեր ունեք, եկեք համադրենք ու սկսենք իրար հետ աշխատել։ Եթե դուք ծրագրեր չունեք, բայց նախախորհրդարանի ծրագրին առաջարկներ ունեք կամ փոփոխություններ կամ ինչ-որ սխալներ եք տեսնում նույնիսկ այդ ծրագրի մեջ, խնդրեմ մենք բացենք այդ ծրագրերը պետք է անպայման շտկվեն, անպայման մենք բոլորով պետք է մեծամասնությամբ գոնե իրար հետ համաձայնվենք։ Մենք պիտի դիմենք մեր մյուս մասնաճյուղերին, իհարկե, մեր աշխարհում մեկ սփռված սփյուռքերին, սփյուռքայությանը եւ բոլորով պետք է գոնե մեծամասնությամբ, գոնե սփյուռքայության ակտիվ մեծամասնությամբ գանք համաձայնության, թե ինչ Հայաստան ենք ուզում եւ ինչպես նրան հասնենք։ Ոչ մի դրանից պակաս բան մեծ հետաքրքիր չի։ Մեզ պետք է խորքային Հայաստանի փոփոխություններ եւ շատ ողջունելի է նորից եմ ասում, որ այդքան հարավակներ լսելուց, կուսակցություններ լսելուց հետո այս կազմակերպությունը եկավ եւ հենց իր առաջի հանրահավաքին ներկայացրեց ծրագիր եւ ներկայացրեց ճանապարհային քարտեզ։ Սա մենք ողջունում ենք։ Իսկ ինչպես է մեր շարժումը քննարկելու այդ ծրագրերը եւ ընդհանրապես հայկական վերածնունդ շարժումը ինչպես է իրականացնում իր ամենօրյա աշխատանքները։ Դե նորից կրկնվեմ, որտեղ սա շատ կարևոր, մի քանի կարևոր սկզբունքներ կան բարեկամներ, որ աշխատելով ուրիշ կազմակերպությունների մեջ միգուցե դուք ծանոթ չեք այդ սկզբունքներին եւ միգուցե ծանոթ եք, որը ավելի լավ ձեր փորձը մեզ պետք կգա։ Մեր հայկական վերածնունդ շարժումի բոլոր անդամները կամավոր են եւ աշխատում են անշահախնդրորեն։ Մեր շարժման ընթացիկ աշխատանքները եւ զարգանալը շարունակական բնույթ են կրում։ Մենք երբեք չենք համարելու, որ մենք շարժումը եղավ, վերջացավ, զարգացավ եւ դրանով սահմանափակվենք, շարունակական գնալու է այս շարժման ընթացիկ զարգացումները։ Եվ ես նույնիսկ ասեմ, որ մեր միայն նպատակը այդ նոր Հայաստանի ստեղծումը չի, եթե նոր Հայաստանի ստեղծումը մենք մեր այս նպատակներին հասնենք, անմիջապես դրվելու է երկրորդ նպատակը, որ նոր Հայաստանն էլ պետք է քաղաքացիական շարժումների միջոցով վերահսկվի, որ որևէ ուրիշ սխալներ, որոնք մենք անում ենք անթիվ անհամար այս 20 տարիների ընթացքում, քաղաքացիական շարժումը, որտեղ
մենք այս նոր ծրագրերի մեջ այդ մեխանիզմները անպայման պիտի դրվի, մենք թե նախախորհրդանի ծրագրում կա եւ թե մենք պահանջում ենք դա, մենք պետք է շարունակական այդ ամեն ինչը անենք եւ վերահսկենք այդ բոլոր պետական եւ ոչ պետական ընտրվող եւ ոչ ընտրվող, բայց պաշտոններ գրաված անձանց աշխատանքը եւ պահանջելու ենք հաշվետվություն։ Այնպես որ աշխատանքը հիմնականում արժևում է։ Մենք պետք է հավաքվենք եւ կլոր սեղաններ կազմակերպենք, վերցնենք որոշ դրույթներ այս ծրագրի եւ քննարկենք։ Մենք ունենք հետադարձ կապը Հայաստանի հետ, նրանք պատրաստ են մեզ լսելու եւ բայց մենք ուզում ենք որակական աշխատանք անել եւ որակական առաջարկներ անել, բարձր է որ մեզանից որևէ մեկը չի կարող բոլոր պատասխանները տալ եւ ամեն ծրագիրը բոլոր բաժինները ծրագրի շտկել, բայց մենք կարող ենք այստեղ կրող սեղաններ կազմակերպել մասնագետների շուրջ։ Այստեղ է որտեղ մեր հարթակն է գալիս, եթե ես նույնիսկ բժշկության կամ իրավաբանական գիտելիքներ չունեմ, ես պատրաստ եմ կամ մենք բոլորս պատրաստ ենք այդ հարթակը ստեղծենք, հավաքենք իրավաբաններին կամ բժիշկներին կամ ուսուցիչներին, եթե կրթական համակարգի մասին է խոսքը, եւ կոնկրետ կարողանանք իրենց լսել կամ իրենք իրեր մեջ որոշեն, բայց մենք հավաքենք եւ ընդհանրացնենք այդ կարտիկները, եւ քանի որ չմոռանանք, որ մենք համահայկական շարժում ենք, համաշխարհային շարժում ենք, այն ներկայացնենք մեր մյուս մասնաճյուղներին, որ տեսնենք իրենք ինչ մասնագետների միջոցով իրենք ինչ եզրակացություններ եկան։ Սա բավականին մեծ աշխատանք է, որ մարդիկ կարող են նույնիսկ վախենալ այս աշխատանքից, բայց մենք կարծում ենք, որ միակ գլուխ բերող հնարավորությունը դա մեր կազմակերպությունն է, որ կարող է գլուխ բերել։ Այդպիսի աշխատանք մեզ առջևում է սպասում, բայց մի սկզբունքի մասին անպայման ուզում եմ խոսել, որը շատ մարդկանց խանգարում է մեզ միանալուն։ Դա կոլեգիալ որոշում ընդունելու սկզբունքն է։ Շատ մարդկանց հետ շփվում ենք, մենք բոլորս էլ այստեղ փորձեր ունենք տարբեր կազմակերպություններ աշխատելու եւ առաջի օրը չէ որ համայնքում աշխատում ենք, շատ լավ ծանոթ ենք այդ կարտիկներին, որ հայ ազգը չի կարող առանց այսպես ղեկավարի, համարյա թե առանց դիկտատորի չի կարա ղեկավարի ինքը իրեն, մենք մերժում ենք հենց առաջի օրվանից այդ, որտեվ ես շատ անգամ կրկնել եմ այս օրինակը, հայ ազգը հենց վերջի 25 տարվա ընթացքում մենք հաղթանակ ենք ունեցել հենց այն դեպքում, երբ որ կոլեգիալ որոշում էր ընդունում 88 թվի շարժումը։ Դրանից հետո եկան նախագահներ, այսպես լիդերներ եւ մեր բոլոր խնդիրները սկսվեցին։ Հիշեք այդ 88-ի օրինակը եւ հիշեք կոլեգիալ որոշումների օրինակը եւ պետք է կամաց դուք բարեկամներ ովքեր համաձայն չի դրան, դա մի քիչ մտածի։ Համենայն դեպս մենք շարունակելու ենք կոլեգիալ աշխատել, դա թույլ է տալիս, որ որևէ մեկը գա ներս մեր կազմակերպություն, իր ձայնը լիարժեք ունենա, դա առավելություններից մեկն է։ Երկրորդ առավելությունը, որ բոլոր որոշումները, որ մենք կայացնենք, պետք է մրցունակ լինեն մյուս անդամների կողմից առաջարկված առաջարկների դիմաց։ Ուրեմն, եթե որևէ մեկը այսպես խոսում է եւ քանի որ դիկտատոր չէ, նա պետք է լսող ունենա եւ լսողներին համոզի, ուրեմն պետք է ավելի լավ պատրաստվի այդ լսումներին եւ ավելի լավ պետք է փաստարկներ բերի։ Սա բավականին բարձրացնում է, ես կասեմ, որոշում ընդունելու թե որակը եւ թե աշխատանքային մակարդակը։ Այնպես որ, ինչպես տեսնում եք, բարեկամներ, երկու հարց։ Առաջինը, որ ինքնորոշվեք, մտածեք ինչով կարող եք ձեզ օգնել, որովհետեւ մեր ամենօրյա աշխատանքում հետագայում հիմնականը արժևում է եւ պիտի համաձայն լինեք, որ կամավոր լինեք, անշահախնդիր աշխատեք եւ կոլեգիալ որոշումներ ընդունելու։ Սա այսպես ենք մենք առաջնորդվելու։ Հիմա եթե մենք ինչ-որ բաների պիտի հասնենք, ինչ-որ քննարկումների պիտի անենք, դա առաջի անգամ է, որ որևէ մեկը ձեզ կարողանալու է լսել, որևէ մեկը հետաքրքրված է ձեզ լսելով, ոչ միայն խոհանոցում կարաք այդ նոր Հայաստանի սկզբունքները դուք ձեր ընտանիքում կամ ձեր ընկերների շրջապատում կամ փոքր ինչ-որ շրջապատներում ձեր այսպես ասած ոչ թե կարտիկ, այլ մոտարապես նույնիսկ ասենք ծրագիրը ներկայացնել, դուք ունեք հարթակ, որտեղ մարդիկ պատրաստ են ձեզ լսելու եւ իմացեք, որ մարդիկ պատրաստ են նույնիսկ իրենցն էլ ներկայացնելու, որոնց դուք կարող եք հետաքրքրվեք, որովհետեւ եթե ինչ-որ բաժնում թերանում է ձեր ծրագիրը, կարող եք ուրիշներից այդ խորհուրդները ասնել եւ ծրագիրը զարգանա եւ ամբողջանա։ Այնպես որ դա է մեր մոտակա աշխատանքների ծրագիրը։ Շատ հետաքրքիր ներկայացրեցիք ամեն ինչը, շատ
գրավիչ էր եւ իսկ ինչպես կարող են ցանկացողները մասնակցեն շարժմանը։ Դե ցանկացողները մասնակցեն ոնց որպես որևէ շարժման կամ որևէ ովքեր համայնքում աշխատում են, որևէ կազմակերպության, որևէ բարեգործական թե մշակութային լինի, թե մասնագիտական կազմակերպություն, սկզբունքը նույնն է։ Բոլորը գալիս են որպես կամավոր եւ բոլորը պիտի աշխարհախնդիր աշխատեն։ Այստեղ մի քիչ, քանի որ մենք փորձում ենք մի քիչ մակարդակը ել ավելի բարձրացնել, թողներեն մեզ որոշ կազմակերպություններ, մենք պետք է շատ հետևական լինենք։ Բացի դրանից մեզ կարևոր է նաև այդ համբերությունը, որովհետև մեր խնդիրները, եթե որոշ կազմակերպություններ 3 ամսում գլուխ են բերում որոշ նախագիծ եւ արդեն տեսնելով արդյունքը ուրախանում են եւ ողջևորվում են, մեր արդյունքը լինելու է նոր Հայաստանը։ Մինչև դրան չհասնենք, մենք չենք հանգստանալու։ Երբ դա կհասնի, ոչ մեկս չգիտի, բայց գիտենք, որ դա վաղը կամ վաղը չորը չի լինելու, աշխատանք կա անելու, քայլեր կան անելու, բարեկամներ, ուրեմն ինչ որ մեր անդամները անեն, դա էլ լինելու է շարժումը։ Ուրեմն անդամները թող առաջին նորից մտածեն եւ ինքնակողմնորոշվեն, եթե համաձայն են այս չափանիշներով աշխատել եւ հիշեք, որ միշտ մենք պետք է աշխատենք մեր գաղափարների շրջանակներում, բավականին ազատ են մեր անդամները, բայց գաղափարների շրջանակներից չեն կարող դուրս գալ։ Մենք կարող են մոտենալ մեզ, մենք բոլոր տվյալները դրած են հեռուստաէկրանի վրա, ունենք հեռուստի համար, ունենք email եւ ունենք Facebook-ի էջ, կարող եք գալ եւ դեր տվյալները թողնել մեզ, փորձել կապնվել մեր հետ։ Մենք բոլորին կպատասխանենք, կժամադրվենք, հանդիպենք, խոսենք։ Խնդիրը, ինչպես ասացի, շատ մեծ է եւ բազմապիսի կամավորների պահանջ կա։ Մենք ունենք մեր կամավորները տարբեր բնակարաններում եւ այսօրվա օրով մենք բավարարված ենք, բայց դռները միշտ բաց են, քանի որ եթե ասում ենք քաղաքացիական շարժում, այդպես էլ մենք շարունակելու ենք քաղաքացիական շարժում եւ որևէ քաղաքացի իրավունք ունի միանալու։ Այդպես եւ ես եթե այս հարցը թե ինչպես միանալ եւ ինչպես եղավ միանալուց հետո ես նույնիսկ կարող եմ հայարփի քեզ դիմել, որովհետեւ մենք թեկուզ եւ երկար չենք աշխատել, մեր կազմակերպությունը ընդամենը դեկտեմբերին է ստեղծվել, բայց դու մեր համեմատաբար ասած նոր անդամներից ես, որ միայն մարտի վերջին մենք գրադանում շատ մեծ միջոցառում արեցինք եւ մեր հետ ծանոթանալուց հետո այդտեղ դու մտեցար մեզ եւ ինչպես տեսնում ենք դու մեր շարժման անդամ ես, այնպես որ հարցը քեզ կուղեմ, ինչպես եղավ, ինչը քեզ դրթեց, որ մոտենաս մեզ գրադանում, ծանոթանաս մեր հետ եւ ինչը քեզ դրթեց, որ սկսես անդամ դառնալ եւ մասնակցել ամենօրվա մեր աշխատանքին։ Հարգելի հրապարակներ, մարտի 27-ն էր, որ գրադարանում կազմակերպվել էր Skype-ի միջոցով ուղիղ միացում Ռաֆի Հովհաննիսյանին եւ տեսել եմ ֆլայերը եւ պարզապես ցանկացել եմ հաճախեմ, որ տեսնեմ ինչ է կատարվում ընդհանրապես հայրենիքում եւ ծանոթացել եմ այնտեղ այս ուղղակի հիանալի խմբի հետ, հիանալի շարժում, ինչն է ինձ գրավել այն, որ ոչ մեկ լիդեր չի այստեղ, ոչ մեկ չի ղեկավարում եւ ամեն ինչը մենք կլոր սեղանի շուրջ որոշում ենք իրար հետ։ Երբ որ ես առաջին անգամ ներկայացել եմ, ուղղակի հարցեր եմ ունեցել, որ տվել եմ եւ ստացել եմ սպառիչ պատասխաններ, ես ինքս եմ առաջարկներ արել հիմնավոր պատճառներով եւ գրկաբաց ընդունվել են այդ առաջարկները, այնպես է, որ եթե կա հիմնավոր պատճառ, եթե ունենք խոսք, եթե կարող ենք օգնել հայրենիքին, մեր խմբում դա իսկապես իրականացվում է եւ խոսքը հասանելի է, որը ամենակարևորն է եւ ունենք լսողներ։ Այնպես որ ես ինքս ձեզ բոլորից ուղղակի կարող եմ որպես խորհուրդ, որպես առաջարկ ասել, եթե ցանկանում եք օգնել հայրենիքին, միացեք հայկական վերածնունդ շարժմանը եւ երբեք այնպես չի լինի, որ մենք ձեզ տիպողաբար կպահենք մեր կողքին։ Մեր դռները բաց են բոլորի առջև, բոլորդ կարող եք գալ եւ եթե չկարողանանք այսպես իրար հետ լեզու գտնել, հայկական ասած, դուք միշտ ազատ եք դուրս գալու խմբից։ Իսկ պարոն Գուրգեն, շատ անմիջական էր հարցը, ինչ կարող ենք անել, երբ կարող ենք հանդիպել։ Մյուս հանդիպումը ոնց կարող ենք նշանակել, որ իմ նման ցանկացողները
կան մեզ մոտ։ Մենք հիմա անցնում ենք մի քիչ ուրիշ ձևաչափի, անցնում ենք ոչ ֆորմալ հանդիպումների, պարզապես որովհետև խոսելու բան կա, երկխոսության հարց կա, մենք չենք ուզում ներկայացնենք պարզապես կուսակցությունը, այլ ուզում ենք, որովհետև եթե գրադարանում հանդիպենք մեկ ամբիոնին խոսաբան, դա մի քիչ ֆորմալ է ստացվում, մենք որոշեցինք մեր նոր անդամների հետ կամ հետաքրքրվողների հետ հանդիպել ոչ ֆորմալ պայմաններում եւ այսպես ասենք մոտարապես ամեն 4-5 օրը մենք փորձենք լինել Glendale-ում այս Central-ի վրա Conrad's հայերը, որ բոլորը սիրում են այդ սրճարանը գնալ, այդ ռեստորանը գնալ, այդ Conrad's-ում լինել, եկեք մեզ մոտեցեք, կզրուցենք ոչ ֆորմալ պայմաններում եւ դուք կտեսնեք, թե սա ձեր համար է, թե ձեր համար չէ, կամ մենք էլ կտեսնենք, թե դուք ինչով կարող եք մեզ օգնել եւ կփորձենք ձեզ ոգևորել դրա մեջ, այնպես որ զանգեք եւ դրանից հետո կարող եք մեր հետ հանդիպել 4-7 օրերը Conrad's-ում։ Շնորհակալություն, այսօր այսքանն մեր հաղորդումը մոտեցավ իր դրամաբանական ավարտին, կհանդիպենք մյուս 2 շաբթի կրկին ABC հեռուստականի ուղիղ եթերում եւ ուղղակի հիշենք ինչպես Անդրանիկ Օզանյանն էր ասում, երբ գիշերը գլուխդ կդնես բարձին քնելու, մտածիր մի փոքր քո հայրենիքի մասին, հաջողություն։